Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 2025 թվականին Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթեր, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել։ Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար, նախորդ ամսվա գների համեմատ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ, նշել է Պապոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի շրջանակում քաղաքացիության կոնցեպտը, ներկայացնելով առկա խնդիրները, վերլուծությունների արդյունքները ու նախատեսվող փոփոխությունները։ Վարչապետը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավումը և տվել համապատասխան հանձնարարականներ։ Հայաստանում Եվրամիության առաքելությունը X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է. «Չնայած եղանակային բարդ պայմաններին, Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները, նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը ու կայունությանը»։ Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ժամանակավորապես ազատվում է ավելացրած արժեքի հարկից։ Մինչև հունվարի 31-ը ազատումը վերաբերում է բոլոր նշված կոդերի էլեկտրական մեքենաներին, իսկ փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկվածներին։ Հայաստանում ապրող 666 հազար կենսաթոշակառուից և նպաստ ստացողից ընդամենը 48 հազարն են մինչ օրս կանխիկով ստանում։ Ասուլիսին այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով պատրաստվում են բոլոր քաղաքացիներին այդ գումարները վճարել անկանխիկ, քանի որ դա ավելի հարմար է անվտանգ ու ֆինանսապես ձեռնտու։ Նախարարը նաև ընդգծել է, որ կենտրոնական բանկի հետ այժմ աշխատում են, որպեսզի բանկ այցելելու մասով խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարցը ստանա լուծում։ Հունվարի 9-ին չեղարկվել են Երևան-Հալեբ, Երևան-Շարմ էլ-Շեյխ նախատեսված չվերթները։ Զվարթնոց օդանավակայանից հայտնել են, որ չեղարկվել են նաև հակառակ ուղղություններով չվերթները։ Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր Wanderlust պարբերականի 2026-ի Good to Go ցանկում որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար տարվա ոգեշնչող ուղղություններից մեկը։ Ցանկը ընդգծում է այն ուղղությունները, որոնք համադրում են մշակույթը, բնությունը և կայուն զբոսաշրջային փորձառությունները։ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ իր և Վազգեն Սաղաթելյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքելու համար։ Հայտարարությունը նա արել է դատարանի նրանց կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու որոշումից հետո, պահանջելով դադարեցնել գործի իր գնահատմամբ խայտառակ ընթացքը։ Պաշտպանական կողմը նշում է, գործը քաղաքական ենթատեքստ ունի և խուլիգանության մեղադրանքը անհիմն է համարում։ Այս տարի ատոմակայանը կկանգնի 150 օր և նախատեսվում է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, մինչդեռ նախորդ տարի կանգնել է 35-ից 45 օր միայն 189 միլիոն դրամ եկամուտ նախատեսված։ ՀԵՑ-ի նախկին տնօրենը նշում է, որ հարցեր կան, թե այդ գումարը որտեղից է, ինչպես նաև ինչպես են լուծում Երևան ջեկի և բեցի պարտավորությունների փակման հետաձգումը։ Նա ընդգծել է, որ կամ պետությունը պետք է սուբսիդավորի, կամ էլ սակագինը բարձրացնի, իսկ գազի դոլար-դրամ տարբերությունն էլ ուղղվել է էլեկտրաէներգիայի սակագինը պահպանելու նպատակով։ Թամանցիների փողոցում թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վարորդը դիմել է ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Երևան ավտոբուս փակbaşնետիրական ընկերության խոսնակ Գեգամ Ասատրյանը։ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Սևանալիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշից։
Երևանի քաղաքապետարանից իրազեկում են, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում չստերջացված թափառող շներ տեսնելու դեպքում անհրաժեշտ է դիմել կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԳ, զանգահարել 105 հեռախոսահամարով, գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին, գրանցել ահազանգը ակտիվ քաղաքացի հարթակի միջոցով։ Ահազանգերը ներկայացնելիս անհրաժեշտ է հստակեցնել հասցեն եւ տրամադրել հեռախոսահամար։ Կայացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին սոցիալական ոլորտում 2025 թվականին իրականացված ծրագրերի արդյունքները ու առաջիկա բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Սոցիալական քաղաքականության նոր փուլ է մեկնարկում Հայաստանում։ Նախարարի խոսքով իրականացվող բոլոր փոփոխությունների առանցքում մարդն է եւ նրա իրական կարիքները։ Անցնող տարում ներդրվել է ընտանիքների գնահատման նոր համակարգ, որը նպատակ ունի պետական աջակցությունը դարձնել առավել հասցեական։ Իմաստը այն է, որ գնահատվի իրական կարիքը եւ ոչ թե ձևական իմաստով որոշվի ընտանիքը կարող է լինել կարիքավոր, թե չէ, եւ նաեւ օգնությունը, որը տրամադրվելու է այդ ընտանիքներին, լինի այդ կարիքի վրա հիմնված եւ տրամադրվող օգնության չափը լինի էական, այսինքն համահունչ այդ ընտանիքների կարիքին։ Փոփոխությունը հանրապետության ամբողջ տարածքում կգործի հուլիսի 1-ից։ Այժմ այն փորձարկվում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, թույլ տալով գնահատել համակարգի գործնական արդյունավետությունը։ Այս փոփոխություններով պիլոտային ծրագրի շրջանակում անապահովության միջին նպաստը կազմել է շուրջ 78,000 դրամ, որոշ դեպքերում հասնելով մինչև 200,000 դրամի։ Կարևոր նորություն է նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի համար նախատեսված 50,000 դրամի վճարման վերափոխումը պետական նպաստի, որը կտրամադրվի մինչև երեխայի 6 տարեկանը։ Ըստ նախարարի միջազգային փորձը ցույց է տալիս, որ հենց պարբերական աջակցությունն է խթանում ծնելիությունը, ինչով էլ պայմանավորված է միանվագ ծննդյան նպաստների համահարթեցումը։ Հաջորդ առանցքային ուղղությունը հետվճարի համակարգն է եւ դրանից տրամադրվող տոկոսի բարձրացումը։ Հունվարի 1-ից բոլոր կենսաթոշակառուները ու նպաստառուները նախկին 12%-ի եւ առավելագույնը 6,000 դրամի փոխարեն հետվճար կստանան 20% մինչեւ 10,000 դրամի չափով։ Նախարարի խոսքով կարևոր փոփոխություն է նաեւ առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրումը, որը զգալիորեն կկրճատի 60 տարեկանից բարձր քաղաքացիների ֆինանսական բեռը։ Խոսքը 660,000 մեր քաղաքացիների է վերաբերում եւ նրանցից 380,000-ը արդեն իսկ օգտվում են այդ ծրագրից եւ դա նշանակում է, որ այն պոպուլյար ըստ էության զանգվածային ծրագիր է։ Սոցիալական համակարգում հաջորդ կարևոր քայլը ամբողջական անցումն է անկանխիկ վճարումներին։ Այսօր 660,000 կենսաթոշակառուներից եւ նպաստառուներից միայն 48,000-ն են թոշակն ու նպաստը ստանում կանխիկ եղանակով։ Շարունակվում է նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագիրը։ Այն ներառում է երկարատև վարձակալության նոր ծրագրի ներդրում, դրամական աջակցության եւ բնակարանային հավաստագրերի տրամադրման քաղաքականության շարունակականություն։ Սերտիֆիկատների ծրագիրը շարունակվել է եւ մենք տարվա դրությամբ արդեն ունենք հավաստագիր ստացած 4040 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր եւ մենք տեսնում ենք հավաստագիրների ստացման տեմպի արագացում։ Մարզային սոցիալական ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով համակարգը մոտ ապագայում ամբողջությամբ կթվայնացվի, կկրճատվեն դիմումների քանակը ու վարչարարական բեռը։ Ոչ շատ հեռավոր ապագայում ես պատկերացնում եմ, որ մենք միայն պետք է ունենանք դաշտային աշխատողներ, դաշտային ճակերտներով, որոնք պետք է տնայցեր իրականացնեն եւ քաղաքացիները չպետք է գան մեր կենտրոններ։ Միևնույն ժամանակ շարունակվում են զբաղվածության թիրախային ծրագրերը այն քաղաքացիների համար, որոնք դժվարությամբ են մուտք գործում աշխատաշուկա։ Նորավարտները, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք եւ տարեցները։ Աշխատանքային հարաբերություններում եւս փոփոխություններ են նախատեսվում։ Աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն միայն էլեկտրոնային ձևաչափով, նվազեցնելով հնարավոր բոլոր ռիսկերը։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով հանրային քննարկման է ներկայացվել նոր հանձնաժողովի ստեղծման նախագիծը, որը կգործի Երևանում եւ մարզերում աշխատանքային վեճերը լուծելով արտադատական մեխանիզմով եւ անվճար հիմունքներով։ Ներկայացված նախաձեռնությունները ըստ նախարարի միտված են սոցիալական խնդիրների լուծմանը, աշխատանքի եւ զբաղվածության միջոցով ապահովելով համակարգի երկարաժամկետ կայունություն եւ քաղաքացու արժանապատիվ կյանք։ Մերկասառույցը պատել է Երևանը։ Քաղաքի փողոցներն ու մայթերը վերածվել են թակարդների, որտեղ ամեն մի անզգույշ քայլ կարող է ճակատագրական դառնալ։ Ձյան առատ տեղումներից հետո ամբողջ քաղաքում առաջացած մերկասառույցը լուրջ վտանգ է դարձել քաղաքացիների առողջության համար։ Մարդիկ սոցիալական ցանցերում կիսվում են ընկնելու, վնասվելու ու շտապօգնություն կանչելու իրենց պատմություններով ու փորձում պատասխանատուներին հիշեցնել նրանց պարտականությունները։
Շնորհակալություն Երևանի քաղաքապետարան մամայի ստացած բոլոր կոտրվածքների համար։ Միատ այցելեք հիվանդանոցներ, տեսեք ինչ խայտառակ վիճակ է։ Բոլոր հարկերի, բոլոր կաբինետներում մերկասառույցից կոտրվածքներ ստացած մարդիկ են։ Ով պիտի պատասխան տա այս ամենի համար։ Facebook-յան մեկ այլ օգտատեր էլ իր կոտրված ձեռքի լուսանկարն է հրապարակել ու հայտնել, որ վնասվածքաբանության բաժինը լիքն է իր նման սայթաքած ու տարբեր կոտրվածքներ ունեցող հիվանդներով։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի քաղաքապետարանում աշխատող այն մարդկանց, որոնք պետք է կազմակերպեին մեր փողոցները սառույցից մաքրելու գործը։ Եթե նրանք անեին այն, ինչ որ պարտավոր են անել, ապա մայթը մաքուր կլիներ սառույցից, ես էլ չէի սայթակի, ընկնեի ու կոտրեի ձեռքս։ Երևանցիների խոսքով իրավիճակն իսկապես անմխիթար է։ Հիվանդանոցներում այս օրերին մեծ թվով մարդիկ են հայտնվում հենց սառույցի պատճառով ստացած կոտրվածքներով, որի համար որևէ մեկը, այդ թվում քաղաքային իշխանությունը պարտավորություն չի ստանձնում։ Միևնույն ժամանակ, սակայն Երևանի քաղաքապետարանից նկատում են, այդ տարածքների մաքրման պատասխանատվությունը տնտեսվարողինն է, որը եւ պարտավոր է ապահովել իր օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։ Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։ Իսկ հարցին, թե մինչև այժմ քանի տնտեսվարողի են տուգանել, Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, թե տվյալները դեռևս ամբողջացման փուլում են։ Երևանի շտապօգնություն Փակ բաժնետիրական ընկերության տնօրենն էլ անդրադառնալով սառույցի վրա ընկնելու ու վնասվելու հետևանքով ստացած կանչերին նկատեց, ընդհանուր առմամբ դեպքերի էական նվազում կա։ Տոնական օրերին գրանցվել է 16 կանչ նախնական կոտրվածքներ ախտորոշմամբ, որոնցից 14 դեպքը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Մնացած երկու քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել բուժ հաստատություն։ Բավականին կանչերի քանակը նվազել է ի համեմատ նախորդ տարիների։ Մեր մոտ շտապօգնությունում բոլոր ախտորոշումները նախնական է լինում։ Հետո հիվանդանոց ենք տանում, հիվանդանոցը իր ամբողջ գործիքակազմով հետազոտում է, հասկանում է վերջնական ախտորոշումը ինչա, կա կոտրված թե չկա։ 31-1-2 այդ 3 օրը կոտրվածքի կանչ նախնական, որ կոտրվածք ենք ունեցել ենք 16 կանչ, որից 14-ն է ավարտվել հոսպիտալացմամբ։ 4 բան արդեն քանակը էական էր իջել։ Իսկ տենց ասենք մի քանի դեպքը արդեն վիճակագրությունը չենք էլ անում։ Եթե բնակելի շենքերի տարածքների բարեկարգումը համատիրությունների պատասխանատվության գոտում է, անշարժ գույք շահագործողներին է տնտեսվարողների, իսկ ով պիտի այս գետնանցումների խնդիրը լուծի։ Թե քաղաքային իշխանությունների կիրառած տուգանքները որքան կկարողանան կարգի հրավիրել տնտեսվարողներին, դեռ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ մարդկանց առողջությունը լրջորեն տուժում է։ Քաղաքացիների գնահատմամբ Երևանին պետք են ոչ թե արդարացումներ, այլ հարկավոր են արագ, համակարգված եւ տեսանելի գործողություններ խնդիրը օր առաջ լուծելու համար։ Հունվարի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Անհայտ մեքենան Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, նրան թողնելով անօգնական դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկված կինը, ով Չինաստանի քաղաքացի է, մահացել է։ Ըստ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում ստացված տեղեկությունների, վրաերթ կատարած մեքենան դեպքի վայրից ուղևորվել էր Սասունցի Դավիթ Կայարանի կողմ։ Ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Պարեկները գնդի հրամանատար Իսախանյանի գլխավորությամբ հայտնաբերել են Մերսեդեսը կայանված։ Մեքենայից մի քանի մետր այն կողմ էլ հայտնաբերել են երկու քաղաքացու։ Զրույցի ընթացքում քաղաքացիները պարեկներին հայտնել է, որ մեքենան իրենցն է եւ իրենք պարզապես կանգնած են։ Կասկածյալներն են 27-ամյա Մ. Օսիպովը եւ 39-ամյա Ա. Գայիջյանը։ Օսիպովը վարորդական վկայական չի ունեցել, երկուսն էլ եղել են ոչ սթափ, փորձաքննություն է ցույց տվել։ Ավտոմեքենայի վրա կան նաև վրաերթի հետքեր, որը դիմապակին է վնասված, համարանիշն է պոկված ընկած եւ եթե պարեկները օպերատիվ չգործեին, հնարավոր է վարորդը մեքենայով գնար, ճիշտ է, հետո կգտնեին, որովհետեւ ամբողջ այս փողոցում կան տեսած ձայնագրման սարքեր, աշխատանքներ կպահանջվեր, բայց լավ էր, տաք հետքերով Երևանի գնդի պարեկները հայտնաբերեցին Մերսեդեսը։
Նույն օրը Կոշկյուղի մուտքի մոտ էլ բախվել են Կիան ու Նիսանը, վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ի դեպ վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր Արթուր Ադամյանն է։ Նա կողաշրջված Նիսանի ուղևորն է եղել։ Վարորդն ու ինքը ամրակապված են եղել։ Իմ տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում եւ շնորհիվ առաջին հերթին, որ թե վարորդը Նիսանի, թե ուղևորը եղել են ամրակապված։ Իսկ դուր չի, որ միշտ նշվում է, հիշեցվում է վարորդներին, որ ամրագոտին կյանքեր է փրկում։ Ահա, վառ ապացույցը, եթե վարորդն ու ուղևորը ամրակապված չլինեին, չես կարող ասել, թե վթարը ինչ հետևանքներ կունենար։ Հունվարի 8-ին մերկասառույցի պատճառով 45-ամյա Արտյոմը Նիսանով Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերի ձյունապատ հատվածներին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս ձորում։ Օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահումը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին ու ուղևորին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Օպերատիվ են գործել նաեւ փրկար ծառայության Թալինի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Մոտ 1 ժամ է ներքին գործի նախարարության, փրկարարության, Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների հետ մեծ դժվարությամբ օգտագործելով փրկարարության հատուկ են ամենագնաց ավտոմեքենան կարողացան դուրս բերել ձորում հայտնված Nissan Magnishi ավտոմեքենան։ Եվ հունվարի 9-ին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում BMW-ի վարորդային վարում է առանց վարորդական վկայականի։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները մեքենան հայտնաբերել են Արցախի փողոցում։ Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ մեքենան էլ տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկները տեսնում եք ճշտում են վարորդի ինքնությունը ու նկատմամբ հավանաբար վարչական ակտ կկազմվի։ Հիմա լավ է, տենում են ասում գիշերով լուսերն անջատում են, չի էլ երևում։ Ավանվարչական շրջանի Աճարյան փողոցում 20 օրից ավելի է վարորդները վնասում են մեքենաների անվադողերն ու անվահեծանները, իսկ պատճառը չասֆալտած ճանապարհն է, ըստ քաղաքացիների Veolia ջուրընկերությունը դիտահորերի հատվածում աշխատանքներ է կատարել, որից հետո ճանապարհն այդպես էլ մնացել է։ Գիշերային ժամերին վարորդները ավտոմեքենաներով ընկնում են այս փոսի մեջ, վնասում են ավտոմեքենաները, նույնիսկ նշում են, որ 4-5 անգամ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի եւ վիրավորների։ Ով է պատասխանատու, վարորդները հստակ չգիտեն։ Գուցե ինչ-որ մասնավոր ընկերություն պետք է լուծեր խնդիրը, բայց որ նյութական վնաս են կրում, դա փաստ է։ Պատասխանատուներին կոչ են անում ասֆալտել այդ հատվածը։ Այս փոսը դառնա պատուաս վարորդների գլխին։ Երևանի քաղաքապետը մի քանի անգամ ժողովների ժամանակ այդ քաղաքապետարանի կարգավարական այդ ժողովների ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել, որ նման գործողություններ անելուց հետո պարտադիր ասֆալտապատեն, այն որ ասում է փոսը լցեն, բայց տեսնում եք ինչ վիճակ է։ Քաղաքացիներն առաջարկում են նման դեպքերի համար տուգանքներ սահմանել, որպեսզի օրերով ու նույնիսկ ամիսներով ճանապարհներն այդպես չմնան, իրենք էլ չվնասեն մեքենաները։ Կոյուղի է, չէ՞ էսի, կոյուղին է։ Բա քանի օր է այս վիճակն է։ Շատերին հայտնի Չարբախի փոսի Մարկվարտի անունը կրող փողոցում հակասանիտարական վիճակ է արդեն մի քանի օր։ Դիտահորից դուրս եկող կեղտաջուրը նկուղներ է լցվում։ Մտնես պալի նկարես, ապետ տնաս ինչա կատարում։
տրապից էլ է բաղնիկով, մաղնիկով։ Կերտաջրերը հասնում են մինչև Հովանիսյան փողոց վերածվում սառույցի։ Փաստացի ոչ միայն գարշահոտ է տիրում, այլև վտանգավոր վիճակ, ինչի պատճառով նաև պատահարներ են տեղի ունեցել։ Քաղաքային տրանսպորտն էլ ասենց գնում։ Այս կերտաջրի միջով գնում է դիտավորն այ կոտրած, ջարդած։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու Երևանի քաղաքապետարան են բարբերաբար դիմում, արդյունք չկա։ Վեոլիա ջուր արդեն վաղուց չեն զանգում քաղաքացիները, քանի որ ընկերությունից հայտնել են, որ դա իրենց խնդիրը չէ։ Ու անգամ սառը այս եղանակին գարշահոտ վիճակ է տիրում։ Բնակիչները նաև նշում են, որ կանոնավոր վճարումները կատարում են, բայց տեղը որակյալ սպասարկում չեն ստանում։ 100-ից ավելի տուն հայտնվել է հակասանիտարական վիճակում, բնակիչները կոչ են անում քաղաքային իշխանությանը օպերատիվ գործել։ Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյանօրն է, նա համաշխարհային կինոյի ամենաանսովոր եւ ինքնատիպ դեմքերից էր, ֆիլմերում միավորելով ժողովրդական ավանդույթները, խորհրդանշական պատկերները եւ տեսողական պոեզիան։ Նա ծնվել է Թիֆլիսում, նկարահանել է մոռացված նախնիների ստվերները եւ Սայատնովա ֆիլմերը, որոնցից առաջինը նրան աշխարհահռչակ դարձրեց, երկրորդը ընդգծեց հայկական մշակույթը։ Փարաջանովը մնաց որպես ազատ մտածող արվեստագետի խորհրդանիշ, որի կյանքն ու արվեստը վկայում են ստեղծագործական ազատության անսասան արժեքի մասին։ Այսօր ճանաչված կինոռեժիսոր վավերագրող Ոսկե ծիրան կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը տոնում է իր 71-ամյակը։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստը, Եվրոպական կինոակադեմիայի անդամը, Հայաստանի պետական մրցանակի Արքայազն Կլաուսի հիմնադրամի մրցանակի դափնեկիրը բազմիցս արժանացել է մրցանակների եւ պարգևների, նոր էջ բացելով հայկական կինովավերագրության մեջ։